Միանձնյա կառավարություն ենք ձևավորելու, այդքանը բավարարում է։ Բայց ամենայն դեպս կան որոշակի պաշտոններում ընտրության հարց, սահմանադրությունը հանրաքվեի Այդ հարցերը երբ որ կմոտանան, այդ հարցերը այդ ժամանակ կզբաղվենք այդ հարցերի լուծումներով։ Համենայն դեպս դուք գոհ եք այս արդյունքներից, թե ավելի ներկայացնելու։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։ Փաշինյանի ասած պաստորի 65% ավել շեմը չկարողացեք հաղթահարել։ Սա ինչի մասին է խոսում, որ առաջվա աջակցությունը դուք չունեք։ Դեպքերի մասին։ Ընդդիմությունն էլ իշխանությանն է մեղադրում, որ ճնշում։ Ընդդիմությունը իր մեղադրանքները հիմնավորելու ոչինչ հնարավորություն չունի, իսկ բազմաթիվ հարյուրներով քրեական գործեր կա եւ կալանորված Բայց դրանք նախաքննության փուլում գտնվող գործեր են, դատարանում նախաքննության փուլում գտնվող համարում եք, որ դրանք բավարար ապացույց իրավական գնահատականը ժամանակին կտրվի իրավապահների կողմից, բայց ժողովրդին դա տեսանելի է եղել ամբողջությամբ։ Բոլոր համայնքներում տեսանելի է եղել այդ գործողությունները։ Պարոն Խանոյան, նաև մենք երեք տեսանք, որ կես գիշերին դեռ ընտրում էին ընդդիմությունը խոսում է վարչական ռեսուրսի կիրառման մասին, ոչինչ չունեք հաստատ։ Մենք վարչական ռեսուրս չենք կիրառել։ Իսկ կես գիշերին ընտրությունը Դուք տեսել եք այդ քվեարկության կադրերը։ Որ զինվորները երբ կես գիշերին քվեարկում էին Սյունիքում կես գիշերը 12:00-ն է։ 8-ից հետո քվեարկություն եղել է ամեն դեպքում։ Չեմ կարծում, այդպես բան չի կարելի։ Իսկ դա պարոն Ղալումյան ցուցում չէ, երբ որ դեռ քվեաթերթիկները ամբողջապես չեն հաշված եւ Փաշինյանը արդեն հայտարարում է, որ ինքը մեծամասնություն է կազմել, հաղթել է եւ այլն, այսինքն ԿՀ-ին ուղիղ ցուցում չի, այս ամեն ինչը, որ իր ուզած թվերը լինեն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբում մեր վստահված անձերի հաղորդած տվյալների հիման վրա հայտարարել է, որ մենք հաղթել ենք եւ այդ տվյալները հաստատվել են կենտրոնական Պարոն Ղալումյան, թող սպասեր ավարտվեր։ Ավարտվել են եւ մենք ունեցել ենք մեր վստահված։ Դա ձեր կարծիքն է։ Չէ, կարծիքը չէ, ԿՀ-ի տվյալներով մենք տեսնում ենք, որ 10%-ներ միայն կամ մինչև 20%։ Հանձնաժողովը հրապարակում այն տվյալները, որի արձանագրությունները ինքը ունի, իսկ վստահված անձերը միջև հանձնաժողովների վերջնական եզրակացություն ունենում են տվյալներ, որոնց արդյունքում մենք հաղթող ենք ճանաչվել, կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները դրա հետ համընկնում են։ Ամենայն դեպս վարչապետ Փաշինյանը չի շտապել, օրինակ ընդդիմությունը կարծում է, որ ինքը իր լիազորությունները Ընդդիմությունը իր կարծիքն արտահայտելու հնարավորություն ունի, թող ասի։ Մենք հայտարարել ենք մեր նախընտրական շտաբում մեր վստահված անձերի տված տվյալների հիման վրա։ Հնարավոր է իշխանական քաղաքացիական պայմանագիրը հրաժարվի սահմանադրության փոփոխությունների նախագիծ կամ նոր Դա առաջիկայում քննարկվելու հարցը։ Շատ եք առաջին գնում։ Խնդրեմ են հարցեր ունեք։ Դուք կարծում եք Ղազախստանն են շնորհավորել, սպասում եք, որ Ռուսաստանի կողմից եւս շնորհավորանք կլինի կամ ինչ արձագանք։ Մենք անց ենք կացրել ազատ, արդար ժողովրդական ընտրություններ եւ կարծում եմ բոլորն է կշնորհավորեն։ Հիասթափված եք, պարոն Ղալումյան, փաստորեն ձեր սպասումները չիրականացան, նկատի ունեմ թիմի։ Հիասթափված եմ ընդդիմության գործելավորչից, ընտրակաշառքների այդ փաթեթներով դեպքերից։ Չեք ստացել են աջակցությունը, որ ակնկալում եք կամ կարծում էիք, որ դուք կստանայիք։ Կառավարություն, միանձնյա։ Բայց ընդհանրապես դա էր ձեր ակնկալիքը, վարչապետ Փաշինյանը այլ ակնկալիք ուներ սահմանադրական մեծամասնության, այսինքն այն բոլոր օրենքները։ Եթե այլ հարցեր ունեք, անդադ նույն հարցը։ Սահմանադրական։ Անդադ նույն հարցը 7 ռակուրսից տալիս եք, եթե այլ հարց ունեք, խնդրեմ։ Եկեղեցու ծրագիրը ազգային ժողովի ծրագրերի հետ կապ չունի։ Կոնկրետ երեկվա հետ կապված հարցեր ունեք, խնդրեմ, վեհապարել։ Արդեն կա ապագա կառավարության։ Ինչի՞։ Ինչի՞ չեք Չէ, ապագա կառավարության ձևավորման, նախնական այսպես կարծիքներ կան, ովքեր են լինելու կառավարությունում, այդպիսի քննարկումներ եղել են։ Ինչ քննարկում։ Թե ով է ապագա կառավարության կազմում։ Այդ մեր ներքին խնդիրն է, մենք կորոշենք կհրապարակենք։ Չէ։ Դեռ չեք սկսել որևէ այդպես պաշտոններում, նշանակումների բանի հարց։ Պաշտոնները թափուր չեն, որ մտածենք։